Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, տեսեք ինչ արտի մեջ եմ, հրաշք, տեսել եք այդպիսի դրախտավայր, որը մեր Հայաստանը ունի, ժիվոկը սպլևոյ կամ սոկլ, իհարկե այն շատ առողջարար է և յուրաքանչյուր անձնավորություն, նույնիսկ անգամ քանի որ դեղաբույսերի և ժողովրդական բժշկության համար շատ պիտանի, այն ցանում են, հանձնում են, որպեսզի դեղաբույսեր ունենանք մենք տարին 12 ամիս մեր հրաշալի դեղատներում։ Դրա համար այսօր առաջարկելու եմ մի բաղադրություն, որը չափից լավ է, որը արտակարգ է, նույնիսկ անգամ թեյերի տեսքով օգտագործելու համար վերցնում ենք տերևները, ծաղիկները և այսպես ընդհանրապես գնում ենք 3 հատիկ 200 գրամ ջրի մեջ եռացող և այն խմում ենք 20 րոպեից հետո, որպեսզի թրմվի։ Տեսնում եք, ինչպիսի դրախտավայր, մեզ օգնության են եկել, պահպանում են և շները, և իհարկե ձին։ Տղա ջան, ինչպես ես։ Դու էստեղ ես ապրում, ներքև ես ապրում, իսկ ձին այս ծաղիկը ուտում է ծաղկաբույսը, ոչ, չի ուտում, չգիտի, սիրելի իմ ժողովուրդ, իսկ մենք գիտենք, թեյի տեսքով ամեն առավոտյան 10 օր, ընդամենը 4 հատ այսպիսի ծաղիկ, եթե թարմ է, իսկ եթե չորացած է, ապա 1 թեյի գդալ, 1 բաժակ եռացող ջրի մեջ, թողնում ենք ընդամենը 200 գրամը 5-10 րոպե թրմվելուց հետո, կամ կարող եք նույնիսկ թողնել 20 րոպե և որպես թեյ օգտագործել, չափից ավելի լավ է, այն նաև կարող ենք օգտագործել հենց այսպես, բայց բժշկի հետ խորհրդատվություն անպայման, որովհետև սա աղեստամոքսային տրակտի համար շատ լավ է, պետք է անպայման ստուգեք ձեր հելիկոբակտերը, որպեսզի իմանաք ինչ խնդիր կա ձեր աղեստամոքսային տրակտում, որովհետև հելիկոբակտերը մանավանդ վերջի տվյալներով այն չափից ավելի վատ է անդրադառնում ձեր առողջության վրա, խոցային երևույթներ առաջացնում ստամոքսում, իսկ դա բերում է հետո ուռուցքային հիվանդությունների, որովհետև չի մարսվում այն ինչ որ ուտում եք, այն ինչ որ դուք օգտագործում եք սննդի տեսքով և ձեր օրգանիզմը վիտամիններն ու այդ հանքանյութերը չի կարողանում մարսել։ Դրա համար հելիկոբակտերը ձեր աղեստամոքսային տրակտում և օգտագործում ենք այս հրաշալի ծաղիկը։ Ծաղիկներ ունենք ով, իհարկե մենք։ Մնացինք։ Տանում եմ տուն, չորացնեմ, դուք էլ արեք։